Բարև ձեզ, ձեր հետ Անահիտն է։ Խորխը և լորձը մեզ անհրաժեշտ են այս բաները, քանի որ դրանք աշխատում են, քանի որ դրանք պաշտպանում են մեր օրգանիզմը բակտերիաներից և վիրուսներից, որպեսզի դրանք չմտնեն ներս մեր օրգանիզմը, և մեր օրգանիզմի համար սա աշխատում է։ Խնդիր է առաջանում, երբ դա ավելի շատ է լինում, երբ մեր մեղքով սկսում է ավելի շատ լորձ արտադրվել, և այդ ժամանակ խնդիրներ են առաջանում սինուսներում, կոկորդում և շնչառական ուղիներում։ Եթե վիրուսը կամ բակտերիան ներս է մտնում, դա ազդանշան է տալիս մեր ուղեղին, որ պետք է ավելի շատ լորձ արտադրվի, որպեսզի օգնի հեռացնել այդ վիրուսը կամ պաշտպանի մեր օրգանիզմը։ Եվ օրգանիզմը սկսում է ավելի շատ լորձ արտադրել։ Նույնը լինում է ալերգիայի դեպքում։ Ուստի պետք է ազդենք մեր իմունային համակարգի վրա, իսկ մեթոդը շատ պարզ է։ Մեկ բաժակ պատրաստում ենք և խմում ենք, 1 կամ 2 անգամ տարբերություն չկա, նախքան ուտելը թե հետո, ինչպես ձեզ հարմար է խմել, և դա կօգնի։ Ինչ պետք է ավելացնենք դրա համար։ Մեզ պետք է դարչին 1 թեյի գդալ, քանի որ կհավասարակշռի ինսուլինը, սև պղպեղ ըստ ճաշակի 1 կամ 2 պտղունց, կուրկումա 1/4 թեյի գդալ։ Դարչինը կհավասարակշռի ինսուլինը, սև պղպեղը կօգնի միկրո և մակրո էլեմենտների կլանմանը ձեր սննդից և կօգնի մարսողությանը, ընդհանուր առմամբ կօգնի ձեր մարմնին։ Իսկ կուրկուման, ինչպես գիտեք, իրական հակաբորբոքային և հակավիրուսային էֆեկտ ունի, ուստի կուրկուման իսկական պաշտպան է։ Այստեղ էլ ավելացնում ենք 1 ճաշի գդալ բուսական յուղ։ Ինչու՞։ Քանի որ շատ օգտակար է անոթների համար, սրտի համար, մաքրում է անոթները։ Դրանից հետո ավելացնում ենք կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ։ Ամեն ինչ խառնում ենք տաք ջրի մեջ կամ մի քիչ տաք ջրի մեջ և պետք է խմել 1 կամ 2 անգամ, ինչպես ձեզ հարմար է։ Եվ դուք կզգաք էֆեկտը, որ լորձը սկսում է հեռանալ, և դա կօգնի հավասարակշռել ձեր աղիքային տրակտը։ Կիտրոնը ինչու է զարմանալի, քանի որ պարունակում է վիտամին C և հակաօքսիդանտներ, և դա կօգնի նվազեցնել ալերգիկ ռեակցիաները։ Ուստի այս համալիրը խառնեք և խմեք։ Եթե ձեզ դուր չի գալիս համը, կարող եք ավելացնել մեղր, քանի որ գիտեք, մեղրը շատ օգտակար է ցանկացած շնչառական խնդրի դեպքում։ Ուղղակի արեք այս պարզ բաները, ճիշտ սնվեք, դա շատ կարևոր է, և ամեն ինչ կլինի նորմալ։ Եղեք առողջ։